պարոն Հարգելի ներկաներ, շատ հարցերի մասին խոսեցինք, բայց տեսեք, որ պետություն եկեղեցի փոխհարաբերությունների հարցը քննարկելիս տեսնում ես, որ շատ հարցեր դեռ դուրս են մնացել մեր ուսումնասիրության, ինչպես ոլորտից, վերցնենք օրինակ հետևյալ հանգամանքը։ Մենք վաղ միջնադարում ունեինք հայր մարդպետի գործակալություն։ Ինչ էր նրա գործառույթը։ Թագավորական կալվածքների տնօրինությունը եւ միաժամանակ թագավորի զավակների դաստիարակության գործը։ Ունեինք միաժամանակ նաեւ խոստովանահայր, որ օրինակ ասենք Մամիկոնյան տոհմից գիտենք Հակոբ Ցուրտավեցու պատմությունը, որ ասում էր ես Շուշանիկին շատ լավ գիտեի, որ նա մինչև վերջ կմնա հավատարիմ քրիստոնեության հավատարիմ, որովհետեւ նրա խոստովանահայրն էի, գիտեի նրան մանկությունից։ Այսինքն թագավորական արքատոհմերը, իշխանական տոհմերը առաջին հերթին իրենց կողքին ունեին հայ հոգևորականին, որտեղ հայ հոգևորականը նվիրալ էր հայ պետականությանը եւ բնականաբար հայ կրթության գործը նա պիտի իրականացներ։ Այ քիչ ենք զբաղվել այս հարցով։ Հայր մարդպետի կարգավիճակը շատ հետաքրքիր է, դու ուսումնասիրել։ Եվ հետաքրքիրն այն է նաեւ, որ թագավորական իշխանության անկումից հետո 428-ից հետո հայր մարդպետին հանդիպում ենք դեռ 428-ից հետո, որ արդեն մարսպանի զավակներին պիտի դաստիարակի նա։ Նաև այն հողակտորները, որոնք որ պատկանում են Սյունյաց, ասենք նախարարին, նրա հսկողությունն անցավ հայր մարդպետի ձեռքը։ Մի կարևոր հանգամանք, որի մասին քիչ ենք խոսում։ Մենք սովետական տարիներին գիտեինք, որ հասարակական քաղաքական հոսանքների մասին երբ խոսում ենք 19-րդ դարի 20-40-ական թվականների կղերապահպանողական հոսանքի մասին էինք խոսում եւ քննադատում էինք օրինակ բերելով Հակոբ Պարոնյանի այն խոսքերը, որ Տերոյանցի մասին Չամուրճյանը երբ խոսում էր, ասում էր նրա ծնված օրը դևեր ծնվեցին։ Բայց հետո երբ որ արդեն հասուն տարիքում սկսեցի կարդալ Տերոյանց, այս մարդը 20-ից ավելի լեզու գիտեր եւ ինչ էր ասում կղերապահպանողական հոսանքի ներկայացուցիչը։ Ասում էր մեր ազգի սյուներն են գրափարը եւ հայաստանյաց առաքելական եկեղեցին։ Նույնն ասում էր Գաբրիել Այվազովսկին, Մսեր Մսերյանցը, որի մասին խոսում ես, տեսնում ես տասնյակ լեզուներ գիտեին այս մարդիկ։ Եվ ինչ էին ասում. պիտի պահպանել միասնական գրափարը, երկատված հայ ժողովրդի երկու հատվածներին թույլ չտալ, որ ել ավելի վիհը խորանա նրանց միջև եւ դեմ էր աշխարհաբարին։ Մենք այն ժամանակ ասում էինք, ոչ, ճիշտը աշխարհաբարին անցնելն է, բայց անցանք աշխարհաբարին, արևելահայ աշխարհաբար կար, մի հատ էլ արևմտահայ աշխարհաբար կար։ Եվ վիհը ել ավելի խորացավ, իսկ հիմա երբ որ տեսնում ես արաբները ունակ էին 7-րդ դարի Ղուրանի արաբերենը դարձնել համաարաբական լեզու, հրյաներն էլ ի վիճակի էին եբրայերենը դարձնել մեռած լեզուն կենթանի լեզու եւ այսօր արդեն օգտագործել, մենք չկարողացանք գրափարը պահպանել։ Մեր հայաստանյաց առաքելական եկեղեցու զավակներն էին ասում, որ գրափարը եւ եկեղեցին մեր ազգի սյուներն են։ Եվ վերջում կուզեի ասել հետեւյալը. եկեղեցի պետություն այս անհասկանալի կամարտության պայմաններում եկեղեցին ինձ համար ընդունելի է այն տեսանկյունից, որ շարունակում է մնալ մեծահոգի։ Այդպես է եղել միշտ, նաեւ պատմության ընթացքում։ Դուք պատկերացրեք Հուսիկ կաթողիկոսի մասին իզուր ես չհիշեցի եւ նաեւ Տիրան թագավորի մասին։ Տեսեք դրանից հետո, երբ որ թշնամին հարձակվել էր երկրի վրա, ձիրավի ճակատամարտներ տեղի ունենում, շատ վճռական պահ էր թագավորի եւ սպարապետի միջև Մուշեղ Մամիկոնյանի միջև վեճ էր առաջացել կանանոցի հետ կապված, որ թշնամուն էր վերադարձել եւ պապը դժգոհ էր, թե ես եմ հայոց արքան, դու ինչպես ես համարձակվել կանանոցը վերադարձնես, նրանք այդպես վերաբերվեցին իմ մոր նկատմամբ եւ այլն, բայց այդ պայմաններում կաթողիկոսը Ներսես մեծը եկավ կանգնեց Ծիրավի ճակատամարտում հայոց թագավորի կողքին, համոզեց թագավորին, որպեսզի ներվեր Մուշեղ Մամիկոնյանը եւ եկավ սպարապետ իր գործը ստանձնեց
եւ ասում է ավանդաբար, ինչպես Փավստոս Բուզանդն է նկարագրում, ասում է, երբ որ հայոց զորքը պարտվում էր, ամենայն հայոց կաթողիկոսը ձեռքը մեկնում էր երկինք եւ Աստծուց խնդրում էր հաղթանակ, հոգնում էր ձեռքերը իջեցնում էր, մերոնք պարտվում էին եւ վերջում հաղթեցին։ Եվ կարծում եմ, որ այս ամենը ժամանակավորեն, այս ամենը կանցնի, բայց մենք ճիշտ այստեղ նշվեց, որ քաղաքացիական նկարագիր պիտի ունենանք մենք գիտության ոլորտի մարդիկս, ընդհանրապես մտավորականությունը պիտի ունենա նկարագիր, պիտի ունենա դեմք, այլապես ամաչելու է, եթե նա մտավորական է, որտեղ անցողիկ է այս ամենը, եւ վաղը մյուս օրը գալու է հեքիաթներ կարող է մարդիկ պատմեն, որ ես այ տեսեք, այսպես արտահայտվեցի, այնտեղպես այդ մարդիկ կան, որոնք ասում են, որ ես խոսել եմ այդ մասին։ Եթե իրենց տանն են խոսել կամ աշխատասենյակում, դա ոչինչ չի նշանակում։ Պիտի հանրային մակարդակով այս ամենի մասին խոսվի, որովհետև մի հայրենիք ունենք, մի եկեղեցի ունենք, եւ այդ եկեղեցին ազգային եկեղեցի։ Այստեղ հիշեց Մալխասյանը այ Հռոմի պապին, որ հավակնում էր քաղաքական իշխանության եւ ստիպեց, որ Հենրիխ IV-ը գնար կանոսա ծնկաչոք եւ ծնկի գար Հռոմի պապի առաջ։ Նման բան արել է երբևէ հայաստանյաց առաքելական եկեղեցին, ամենայն հայոց կաթողիկոսի, իհարկե ոչ։ Եվ վերջում գիշեմ այստեղ քիչ առաջ պարոն Չուկազյանը հիշեցրեց Մաղաքիա Օրմանյանի մասին։ Մենք, ասում էր, Օսմանյան տիրապետության պարագային ունենք գազանը զսպելու խնդիր։ Երբ որ գազանը մեր կողքին է այսօր, մենք գազանը զսպելու փոխարեն ինչով ենք զբաղված։ Մենք պետք է լինենք մեր սուրբ եկեղեցու կողքին միշտ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Սերոբյանը